Վերջին շրջանում շատ քննարկվող թեմաներից էր նաև բանակի համազգեստի հարցը։ Վերջնական ունենք հաստատված տարբերակ։ Վերջնական ունենք, ցուցադրեցինք արդեն զորահանդեսի ժամանակ, դրանք իհարկե տարբեր են։ Խոսքը հիմնականում դաշտային համազգեստին է վերաբերում, երբ մեր հասարակությունը դրա մասին խոսում է, դա տեսանելի էր։ Կարծում եմ գնահատականները շատ լավն են ու հաջողված է այս փոփոխությունը։ Մենք հիմա խնդիր ունենք այս տարվա, գալիք տարվա ընթացքում դա տարածել ամբողջ բանակի վրա, այսինքն գնման գործընթացներ, process-ներ, որոնք ամբողջ բանակը վերջնականապես կհամալրեն նոր հագուստով։ Բայց դրան զուգահեռ մենք փոխում ենք նաև ամենօրյա համազգեստը, մենք փոխում ենք նաև տոնական համազգեստները, ունենալու ենք առանձին տոնական համազգեստ սպաների համար եւ տոնական համազգեստ գեներալական կազմի համար, դա նույնպես զորահանդեսի ժամանակ տեսանելի էր։ Պարոն Պապիկյան, օրինակ մեր ծառայության տարիներին գաղտնիք չէ, որ օրինակ ծնողները զինվորների համար սնունդ կամ համազգեստ էին ուղարկում։ Այսօր բանակում նման բան չկա։ Ուղարկել ծնողը միշտ կարող է իր երեխայի համար ուղարկել սնունդ կամ նմանատիպ բաներ, բայց այսօր սննդի որակը այնքան բարձր է, որ սա այն կարևոր ուղղություններից է, որ բանակում ըստ էության 100%-ով լուծված է։ Ինչ վերաբերում է հագուստին, ես նշեցի, որ հագուստը հիմա փոփոխման process-ի մեջ է։ Մենք նաև պատրաստվում ենք հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ, որով կարգել ենք նոր նմուշի հագուստի վաճառքը։ Դրանով մեկընդմիշտ կփակվի նաև այս հարցը։